Աշխատանքային խորհրդակցությունը քաղաքապետ Արտավազդ Վարուզյանը սկսեց կայացած թիմընտրությունների, մասնավորապես Ալավերդում կայացած ավականու ընտրությունների ամփոփմամբ։ Ալավերդին ևս ունի 15 անձից բաղկացած ավականու նոր կազմ։ Բոլորին նորընտիր ավականու անդամներին շնորհավորում ենք, ցանկանում ենք բեղմնավոր աշխատանք Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի հետ միասին։ Համոզված եմ, որ մենք համատեղ լուրջ անելիքներ ունենք եւ պետք է փորձենք, որ արդարացնենք մեր քաղաքի բնակիչների, մեր ընտրողների հույսերը։ Ավականու նոր կազմում չընդգրկված դեռևս գործող ավականիների փորձն ու գիտելիքները առաջիկայում էլ կծառայեն քաղաքի զարգացման գործին, համոզված է քաղաքապետը։ Բոլոր մեր գործընկերները, ովքեր առաջադրվել էին ավականու կազմում ընդգրկվելու համար, մեկ նպատակի համար էին աշխատում։ Միգուցե քվեների քանակը թույլ չտվեց մի մասին ընդգրկվելու ավականու կազմում, բայց միևնույնն է, նրանք էլ շահագրգիռ քաղաքացիներ են եւ կարծում եմ, որ մենք բազմաթիվ առիթներ կունենանք նաեւ օգտվելու իրենց խորհուրդներից, աջակցությունից եւ համագործակցությունից։ Խորհրդակցության հաջորդ թեման վերաբերում էր համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը։ Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետին քաղաքապետը հիշեցրեց, որ բաժնի աշխատակիցները պարտավոր են պարբերաբար ստուգայցեր կատարել քաղաքի առևտրի եւ սպասարկման ոլորտի կենտրոններում։ Հարկերի հավաքագրման հետ միասին, որ շրջում եք տնտեսվարող սուբյեկտների մոտ, բացի հարկերի հավաքագրումը պարտադիր ձեր այցելությունների, ստուգումների պարտադիր կետը պետք է լինի անընդհատ առևտրի կանոնակարգի ստուգումը։ Վաճառվող ապրանքների սանիտարահիգիենիկ պայմանների ու ժամկետի վերահսկողությունից բացի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի աշխատակիցները պետք է արգելեն նաեւ ոչ սահմանված վայրերում առևտրի կազմակերպումը կամ վաճառողի կողմից առևտրի կազմակերպման այլ կանոնների խախտումը։ Առաջի հերթին այն հարցը, որ մտահոգում է բոլոր մեր համաքաղաքացիներին եւ արդարացի դժգոհություն առաջացնում։ Առևտրի կազմակերպումը իրենց հատկացրած առևտրային տարածքից դուրս։ Բացատրեք մարդկանց, որ եթե ունեք խանութ, որի համար թույլտվություն եք ստացել առևտրային գործունեությունը զբաղվելու, ապա բավարարվեք ձեզ հատկացված տարածքի սահմաններում։ Հաջորդ թեման վերաբերում էր ձմռան նախապատրաստական աշխատանքներին։ Քաղաքի կոմունալ ծառայությունը ձմռան համար ձեռք է բերել անհրաժեշտ քանակի աղ, խարամ եւ գործիքներ։ Ալավերդու բարեկարգում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքին անդրադառնալով քաղաքապետը նշեց, որ հատկապես ձմռան ամիսներին առավել կարևոր է կոմունալ ծառայության աշխատակիցների համակարգված աշխատանքը։ Եղանակի փոփոխության հետ հենց ջան տեղումների հետ անմիջապես ցախավելները փոխարինեն ջուն մաքրող բահերով հատուկ։ Ու մենք ինձ թվում է առաջիկա ձմեռը ավելի կազմակերպված ու ավելի լուրջ պատրաստվածությամբ կդիմավորենք։ Վերջին օրերին քաղաքում տեղադրվել են փողոցների անվանումների նոր ցուցանակներ, դրանց տեղադրման աշխատանքներն արդեն ավարտված են։ Բավականին լավ տեսք է տալիս մեր փողոցներին, խաչմերուկներին հասկանալի ու բարձրադարձնում հատկապես դրսի հյուրերին հայերեն եւ անգլերեն լեզուներով փողոցների անունները համապատասխան սլակներով դրված է։ Արտավազդ Վարուզյանը խոսեց նաեւ այսպես կոչված Լաչինի միջանցքի մասին։ Քաղաքապետը նշում է, որ առաջիկայում հետիոտնային կամուրջը կլուսավորվի, սպասվում են նաեւ այլ աշխատանքներ։ Սայթակելու վտանգը վերացնելու համար ինչ որ մի բան պետք է մտածենք, մի ռեզինա նման ծածկույթով փակելու, չգիտեմ, սա մի քիչ մասնագիտական քննարկում է պահանջում, բայց որոշակի ռիսկեր ու վտանգներ կան, պետք է չեզոքացնենք։ Խորհրդակցության վերջում քաղաքապետը տեղեկություններ ստացավ քաղաքապետարանի կողմից հայտարարված գնումների մրցույթից։ Համայնքի ավականու ընտրությանը նախորդ տարիների ընտրությունների պես ընտրողների կողմից մեծ ակտիվություն նկատվեց։ 2012 թվականի թիմ ընտրություններին մասնակցեց գրեթե 8000 ալավերդցի։ Ալավերդի համայնքն ունի ավականու նոր կազմ, նորընտիր ավականու կազմն իր առաջին նիստը կգումարի նոյեմբերին։ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարուզյանը կարևորում է հատկապես երիտասարդների ավականու կազմում լինելու հանգամանքը։ Ավականու կազմի շատերի հետ արդեն մենք ոչ պաշտոնական նախնական զրույցներ ենք ունեցել, քննարկումներ պրոբլեմային խնդիրների շուրջ եւ իմ մոտ այդ վստահությունը կա, որ նորընտիր ավականու կազմի բոլոր ներկայացների մոտ էլ կա մտահոգություն, շահագրգռվածություն եւ եռանդ բարձր ակտիվությամբ
մասնակցելու, աշխատելու համայնքի խնդիրների լուծման շուրջ։ Արտավազդ Վարոսյանը համոզված է, որ ընտրապայքարն Ալավերդում անցել է արդար մրցակցության պայմաններում։ Դժգոհությունների տեղիք չի եղել եւ դա ամենակարևորն է։ Մեր ընտրողները ազատ արտահայտել են իրենց ընտրական կամքն ու իրավունքը։ Մենք էլ դա ընդունում ենք եւ կատարում ենք։ Նորընտիր ավականու անդամներին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը հաջողություն է մաղթում առաջիկա 4 տարիներին էլ համատեղ բեղմնավոր աշխատանքի նպաստ Ալավերդում։ Ես առիթից օգտվելով նորից շնորհավորում եմ բոլորին եւ համոզված եմ, որ մենք լավ գործընկերային հարաբերություն կունենանք առաջիկա տարիներին։ Ալավերդու ավականու նոր կազմում կաշխատեն Մերուժան Աբելյանը, Հովիկ Ավետիսյանը, Կարեն Գալստյանը, Սիմոն Զախարովը, Գագիկ Էվոյանը, Վարդան Էվոյանը, Արամ Խաչատրյանը, Ռուբեն Ծատինյանը, Արմեն Կարապետյանը, Նարեկ Հախինյանը, Վրեժ Մելքումյանը, Սամվել Ջանինյանը, Վարուժան Սիմոնյանը, Կամո Վարոսյանը, Սուրեն Տիտանյանը։ Մարզական փառատոնի մեկնարկը տրվեց Ալավերդու քաղաքային համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում։ Այստեղ են նաև Ալավերդու քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը մարզական փառատոնին մասնակցելու համար նախապես չի հայտագրվել, սակայն մասնակցում է Նարդի մարզաձևում։ Մարզական փառատոնն Ալավերդում անցկացվում արդեն 3-րդ անգամ նպաստելով սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը։ Բարեբախտաբար պետք է նկատենք, որ բոլոր սպորտային միջոցառումները լինի ֆուտբոլի, բասկետբոլի, առաջնություններ, տարբեր մրցաշարեր եւ այլ ընտանեկան սպորտային միջոցառումներ մեծ մասսայականություն է վայելում եւ մեր համակարգացիները տարբեր տարիքային խմբերի շատ ակտիվ մասնակցություն են ունենում։ Ու այդ շարքում մեր տոնական սպորտային միջոցառումների շատ իր կարևոր ուրույն տեղն է գրավել ազգային սպորտաձևերի մարզական փառատոնը եւ ամեն տարի մեծ ողջավորությամբ եւ հետաքրքրությամբ մասնակիցները հավաքվում են։ Ու արդեն կարելի ասել ըստ սպորտային միջոցառումների հատուկ խմբեր են առաջացել։ Մենք արդեն ունենք մի խումբ քաղաքացիներ, որ սպասում են ընտանեկան մրցումներին։ Արդեն ձևավորվել է խումբ, որ ազգային մարզական փառատոնի մասնակիցներ են, ֆուտբոլի, ձեռքի գնդակի։ Մարզական փառատոնում պայքարի են դուրս եկել մարզիկներ, ովքեր իրենց ուժերն են փորձում 7 մարզաձևերից՝ կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, իմշամատ, վազկամատ, մինի ֆուտբոլ եւ 100 մետր վազք։ Հիմնականում հին սպորտսմենների մասսան է, մեկ է նոր զբաղվող երեխեք։ Չնայած շախմատին ու նարդուն կողքից են մասնակցում, ասենք, որոնք որ սպորտի հետ տենց կոնկրետ կապ չունեն։ Մինի ֆուտբոլ մարզաձևում փառատոնին մասնակցելու համար հայտագրվել է 8 թիմ մարզիկների թիվն էլ 60 է։ Գևորգ Չքեզյանը կշռաքարի բարձրացում մարզաձևի մրցավարն է, ասում է, որ նախորդ տարի այս մարզաձևից մարզիկների ունեցած արդյունքներն ավելի խոստումնալից էին։ Ճիշտն ասած, այս տարի այս պահին լավագույն արդյունք ես չէի ասի, որ կա, որովհետև նախորդ տարիներին մինչև 275 անգամ ուրեմն կշռաքարը բարձրացել են 16 կիլոգրամով, դա բնականաբար հեշտ չի, պատկերացնենք, եթե առանց կշռաքարի մարդը ձեռքը բարձրացնում, միջացնում է, նաև դա դժվարություն է, սակայն այս տարի չգիտեմ ինչ պատճառով, երևի թե հանրապետությունում չի, երիտասարդը չի մասնակցում այս փառատոնին, սակայն կան երիտասարդ մասնակիցներ, որոնք մյուս տարիներին տոն կտան այդ մարզաձևում։ Մարզական փառատոնում աղջիկների պակաս է նկատվում։ Այս տարի Գագան սեռի ներկայացուցիչները մասնակցության հայտ են ներկայացրել միայն 100 մետր վազք մարզաձևում։ Գիտենք, որ աղջիկներ լինելու են, դրա համար մասնակցեցինք։ Եթե չլինեին, ինձ թվում է չէինք մասնակցի։ Ուղղակի շատ էինք սիրում, դրա համար մեկը ես շատ էի սիրում։ Ես մասնակցությունն էր ինձ համար կարևոր, բայց եկա աղջիկ չկար, ես երկրորդ տեղը գրավեցի, շատ ուրախացա, վազելուց էլ լավ եմ, դրա համար եկա։ Մարզական փառատոնին բոլոր մարզաձևերի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով ու պատվոգրերով։ Մարզիկները նաեւ հուշանվերներ ստացան։ Պետական բյուջեից հատկացված միջոցներով Ալավերդու մի քանի բազմաբնակարան շենքերում ներկայում ընթանում են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Այն անձրև վախտերին, ինչ եկել ենք այս շենքերի կատվում։ Տանիքների վերանորոգման ծրագրի հերթական փուլը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին։ Կառավարության մարզերի համաչափ զարգացման 3 հրատապ ծրագրով Ալավերդի քաղաքում 16 շենքի տանիք վերանորոգելու նպատակով կառավարությունը 133 միլիոն դրամ գումար է ներդրել։
Բազմաբնական շենքերի տանիքների վերանորոգման ծրագիրը շարունակական է։ Բնակիչներից շատերն արդեն իսկ հավաքագրել են վերանորոգման համար անհրաժեշտ գումարի իրենց մասնաբաժինը եւ սպասում են քաղաքապետարանի կողմից տրամադրվող ֆինանսավորմանը։ Բնակչահոգործման տեղամասերում բնակիչների կողմից վճարված սպասարկման վարձավճարների հաշվին շենքում նաեւ կոյուղու վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որովհետեւ բազմաբնական շենքերում տանիքներից բացի առկա է նաեւ կոյուղու խնդիրը։ Շատ ուրախ ենք։ Ինչի համար։ Որ արդեն կլիշեն կա։ Կապիտալ շինարարության ծրագրի 3-րդ փուլի ավարտից անմիջապես հետո կսկսվի աշխատանքների 4-րդ փուլը, որի մեջ ըստ նախնական հաշվարկների 6 կամ 7 շենք է ընդգրկվելու։ Էնգես թաղամասի կամուրջի լուսավորության սյուներից մեկը օրեր առաջ ընկել է, բարեբախտաբար դեպքից ոչ ոք չի տուժել։ Կամուրջի լուսասյուները բավականին հին են եւ Ալավերդու քաղաքապետարանում առաջիկայում նախադասում են դրանք փոխարինել նորերով։